Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Կայացել է Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների բարձր մակարդակի հանդիպումը, որի արդյունքներով երկու երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ, իսկ ինչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը ընդլայնված կազմով հանդիպմանը։ Հայկական 3 ընկերություն երկու տարբեր երկրներ զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում, հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, նշելով, թե մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր։ Ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածուի կազմակերպման որոշ անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը։ Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է կազմակերպված խմբավորում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անշարժ գույքի գրանցման և կադաստրային քարտեզների սխալների ուղղման մեխանիզմների հստակեցում, հարկային օրենսգրքի փոփոխություններ, ներդրումային ֆոնդերի գործունեության ընդլայնում, առցանց խաղային ոլորտի վերահսկողության խստացում։ Այս հարցերն էին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում։ Երևանում կայացել է Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների բարձր մակարդակի հանդիպումը, որի արդյունքներով երկու երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ։ Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը քննարկել են քաղաքական երկխոսության խորացումը, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում գործակցության ընդլայնումը։ Նոր փուլ Հայաստան-Լիտվա հարաբերություններում Երևանում ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Հայաստանում է Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը, որին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով նիստով։ Բանակցություններից հետո կողմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ապա հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, ստորագրված փաստաթուղթը նոր մակարդակ է բարձրացնում երկկողմ հարաբերություններն ու հնարավորություն է տալիս առավել խորացնել քաղաքական երկխոսությունն ու ոլորտային գործակցությունը։ Ի դեպ, այցը տեղի է ունենում երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի խորհրդանշական տարում։ Եվ հենց այս ժամկետում էլ մենք ունենալով բոլոր նախկին զարգացումները, համագործակցությունը կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը։ Հայաստանը և Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են։ Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա և ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսություն և համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցության։ Կողմերը քննարկել են տնտեսական գործակցության հեռանկարները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում։ Միրզոյանի խոսքով Լիտվան այս ուղղություններով հարուստ փորձ ունի, իսկ Հայաստանը ձևավորում է սեփական ներուժը։ Մեր հարաբերությունները հիմնված են նախ եւ առաջ ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, եւ սա իհարկե ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ նորությունը, որ այս նույն արժեքները, որ ես քիչ առաջ նշեցի, թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում եւ հիբրիդային սպառնալիքների ներքո են գտնվում եւ ուզում եմ ասել, որ սա եւս մի ոլորտ է, որտեղ մենք եւ Լիտվան սերտորեն համագործակցում ենք։ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Լիտվային Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Նրա խոսքով գործակցությունը դրսևորվում է նաև միջազգային հարթակներում։ Մեզ համար շատ կարևոր նաև եւ հետաքրքիր ձևաչափ է Հայաստան Նորդիկ, Բալտիկ երկրների համագործակցության ձևաչափ, այստեղ եւս վայելում ենք Լիտվայի լիակատար աջակցությունը, մի մեր համագործակցության եւ կամ ընդհանուր համագործակցության լավագույն դրսևորումներից, ամենաթարմ դրսևորումներից մեկը մենք վերջերս հյուրընկալեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում եւ նաեւ անմիջապես դրան զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Միրզոյանը հայտնեց, որ լիտվացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները, նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում արձանագրվող դրական տեղաշարժ
շարժերը, ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի հեռանկարները։ Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը նշեց, որ Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին եւ ընդգծեց, նոր ռազմավարական հռչակագիրը նոր հնարավորություններ կբացի գործակցության տարբեր ուղղություններով։ Խոսելով շոշափելի արդյունքների մասին, պետք է նշեմ եվրոպական ինտեգրումը կամ եվրոպայնացումը, որը բազմաթիվ առավելություններ է տալիս Հայաստանի հասարակությանը, ազատ տեղաշարժ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության դյուրացում։ Այս փաստաթուղթը նաև օգնում է առաջ տանել վիզաների ազատականացման գործընթացը։ Հուսով ենք կկարողանանք արագացնել այդ փուլը։ Բուդրիսը նաև վերահաստատեց Լիտվայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ Դրական առաջխաղացումների կարիք բոլորս ունենք, սա կայունություն է բերում եւ նոր հնարավորություններ ստեղծում։ Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին եւ հույս ունի, որ այն տնտեսական նոր հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար։ Սահմանների, ճանապարհների եւ առևտրի բացումը բարձրացնում է անվտանգության մակարդակը, որին արժանի են այս տարածաշրջանի ժողովուրդները։ Համատեղասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից եւ Հայաստանի Եվրամիության հետ մերձեցումից։ Միրզոյանը շեշտեց, Երևանը չի պատրաստվում լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ կամ ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում, ընդհանրապես քաղաքականություն եւ դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ կարծեմ թե այդպես առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում այսպես հակամարտ կամ երևի ավելի տեղին կլինի ասել լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով եւ մենք տրամադրված ենք առողջ միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Միրզոյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի կողմից հնչող գնահատականներին ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության հնարավոր անհամատեղելիության վերաբերյալ։ Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը եւ Եվրոպական միության անդամակցությունը անհամատեղելի են։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք, եւ երբ որ կլինի հասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք։ Լիտվայի արտգործնախարարը եւս ընդգծեց Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն բացառապես Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլոր ազգերը, որոնք ցանկանում են միանալ Եվրամիությանը, մեզ համար բաց են։ Դուք եք որոշում, թե ինչպիսին պետք է լինի ձեր ապագան։ Ինքնիշխանության սկզբունքը հենց դա է նշանակում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, թե Մոսկվան չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի ԵԱՏՄ-ին մասնակցության միջոցով ստացվող տնտեսական առավելությունները։ Այնուամենայնիվ, եթե Երևանը որոշի մերձենալ Եվրոպական միությանը, Ռուսաստանը կասկածի տակ կդնի հետագա աջակցության նպատակահարմարությունը։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության 11 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը զգալիորեն աճել է, իսկ կենսամակարդակը բարելավել է շնորհիվ միության տնտեսական նախասիրությունների։ Հարավային Կովկասը այլևս չպետք է լինի պատերազմի եւ բախման տարածք, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։ Նա հիշատակել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքելու նախաձեռնությունը, նաեւ անցյալ տարի կայացած Վաշինգտոնի գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովը ստեղծել է բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու համար, ասել է նա։ Հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների գործընթացն ավարտին կհասցվի։ Թուրքական թերթին տված հարցազրույցում էլ հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։ Դիվանագետի խոսքով Բաքուն ներգրաված է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները զուգահեռ են զարգանում, նշել է դեսպանը։
Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր, հայտարարել է բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հիշեցնելով, որ վերջին ամիսներին տարբեր առիթներով ասել էր, որ մի քանի հայրենական արտադրող հայկական ընկերություն ստացել են զենք արտահանելու թույլտվություններ։ Արդեն հայկական 3 ընկերություն 2 տարբեր երկրներ զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում։ Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի եւ Արտաքին գործերի նախարարության գործընկերներին բավականաչափ աջակցող լինելու այս ամբողջ գործընթացում։ Նա շնորհակալություն է հայտնել հայրենական արտադրողներին, ռազմաարդյունաբերողներին, որոնք տարիների ընթացքում հավատացել են հայկական ինժեներական միտքը գեներացրել են եւ այն վերածվել է վերջնական արտադրանքի եւ արտահանվել է Հայաստանից։ Այժմ մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ ուզում եմ ձեզ հայտնել, որ հայկական 3 ընկերություններ 2 տարբեր երկրներ զենք են արտահանել մայիս ամսվա ընթացքում։ Բավականաչափ բարդ խրթին լոգիստիկ ճանապարհներ անցնելով, դժվարությունների միջով անցնելով, հայկական ընկերությունները կարողացել են հասնել նպատակային կետին։ Հայկական ընկերությունները առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենը իրականում վերջին տարիներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կառավարության երազանքը եւ ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Հենց դա էր պատճառը, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել եւ ապագայում եւս շարունակելու է կատարել այդ մեծածավալ ներդրումները ռազմաարդյունաբերության ոլորտում։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է նախընտրական քարոզարշավը տարբեր բնակավայրերում։ Նախորդային քաղաքական ուժը Երևանի Արաբկիր վարչական շրջանում էր, որտեղ արժանացել է բնակիչների ջերմ ընդունելությանը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական քարոզարշավը գնալով ավելի է թեժանում։ Քաղաքացիական պայմանագիրը, որն իր առաջնորդի գլխավորությամբ շարունակում է ամենօրյա ռեժիմով շփումները քաղաքացիների հետ, իսկ քարոզարշավի ամբողջ ընթացքը հեռարձակվում է ուղիղ եթերով, հաճախ ստիպված է լինում դիմակայել սադրիչների, այսպես ասած հարձակումներին։ Արաբկիրում իրականացված քարոզարշավի ընթացքում, ինչպես պնդում են ՔՓ թիմի անդամները, վարչապետի հետ անմիջական զրույցի բռնվելու պատրվակով հայտնվեցին նաև մարդիկ, որոնք իրենց գործողություններով փորձեցին հունից անել Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքական, մասնավորապես պրոռուսական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համար քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն սադրող մեկ ուժի կենտրոնից ուղղորդվող Ղարաբաղյան էլիտաների ներկայացուցիչներին հորդորեց ժողովրդավարությունը տարբերակել թուլությունից եւ անիմն իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններ չանել, փորձելով սեպխրել Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց եւ Հայաստանի բնակիչների միջև։ Վարչապետը հիշեցրեց, որ կեղծ նարատիվներ տարածողներն այն նույն մարդիկ են, որոնք ամենաառաջինն են փախել Ղարաբաղից երկրի պաշտպանությունը թողնելով 18-ից 20 տարեկան հայ զինվորի ուսերին։ Այդ մասկեքով է խոսույթով ով եկավ, հանդես եկավ, պրոբլեմա ունենալու։ Մեկը չասի, որ ինքը Ղարաբաղի պատգամավոր է, Ղարաբաղում պատգամավոր լինեիք։ Ադրբեջանցիներին խնդրում աղաչում միջնորդում եք, որ ձեզ բաց թողեն գան Հայաստան։ Դրա մասին քիչ եք խոսում։ Հենա ադրբեջանցիները ասել են Շահրամանյան Սամվելից սկսած, թող պատմեն ոնց ա եղել, որ իրանք եկել են, ոնց ա եղել, որ եկել են, բա ինչի իրանք չեն բռնել, բա ինչի տենց սկզբունքային պայքարող Ղարաբաղի ինքնորոշման համար, ոնց են եկել հասել Հայաստան, վերընկեք տեղները, որևէ մեկը Հայաստանի քաղաքական կյանքին միջև չմտնեք, ձեր սերունդը ընդհանրապես, ձեր երեխեքը նոր Հայաստանի քաղաքացի կլինեն, լիարժեք կապրեն Հայաստանում, իրանք ամեն ինչին քաղաքական դուք մի կողմ քաշվեք։ Չնայած նախապես ծրագրված սադրանքներին, այնուամենայնիվ արաբկիրցիները ՔՊ թիմի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ինչպես մյուս բոլոր բնակավայրերում ջերմությամբ եւ սիրով էին ընդունում։ Բնակիչներն իրենց խոսքերում ընդգծում էին, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության սիմվոլն է, որը այս տարիների ընթացքում անցնելով բազմաթիվ արհավիրքների միջով կարողացավ Հայաստանը հասանելի, տեսանելի եւ սպասված դարձնել միջազգային հարթակներում։ Քաղաքացիները պրոռուսական ուժերին հորդորում էին նաեւ չխանգարել Նիկոլ Փաշինյանին եւ հեռու մնալ քաղաքական դաշտից առհասարակ։ Թոշակները շատ լավ է, թեկուզ ես հələ դեռ թոշակի չեմ բանցի, բայց թոշակն են շատացրի, ժողովուրդն ասում են, շատ գոհ ենք։ Ինչու կայացավ, ինչու ամրացավ եւ մնաց այս իշխանությունը, որովհետեւ սիրո հիմքերի վրա կառուցվեց։ Ես շատ գոհ եմ մեր վարչապետից։ Շնորհակալ եմ իր բոլոր կատարած աշխատանքներից, որտեղ ինքը արդարացրեց ամեն ինչ, ինքը ճիշտ ուղու վրա է։ Մենք բոլորս իրան կողմնակից ենք, մենք բոլորս իրան սիրում ենք։ Այնպես որ մնացած է կուսակցությունները թող չփորձեն խանգարել։ Առաջնահերթ ուզում եմ հենց անդրադառնամ զինվորներին, որը որ այսօր զինվորը սնվում է շատ ավելի լավ, շատ ավելի, որը իմ որդու ժամանակներում չի եղել։ Ազգային ժողովի ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կարծիքով նախընտրական քարոզարշավի ընթացքում օրեցօր ավելացող սադրանքներն ապացուցում են այն պնդումը, որ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, պատերազմի եռագլուխ կուսակցությունում հասկացել են, որ իրենց քաղաքական վաղճանը մոտ է։ Կոնջորյանը հավաստիացրեց, չնայած այդ շրջանակների տարատեսակ քայլերին, իշխող ուժը թույլ չի տալու, որ ձեռք բերված խաղաղությունն ու ժողովրդավարությունը հետնահանջ ապրեն։ Եղկելի տեսանյութը, որտեղ որ ահաբեկիչները ավտոմատներով Ղարաբաղի ակցենտով ըստ էության ահաբեկչության սպառնալիք են հնչեցնում վարչապետի Հայաստանի լեգիտիմ իշխանության դեմ, փաստացի ըստ էության այդ ավտոմատավորված Նայիրի Հունանյանները, մեր օրերի Նայիրի Հունանյանները հանդիսանում են պատերազմի եռագլուխ կուսակցության Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի եւ իր թափթփուկների ներկայացուցիչները եւ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է գրողի ծոցը ուղարկի բոլորին։ Քվեաթերթիկի 15-րդ համարով ընտրություններին մասնակցող Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը եւս շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Այս ուժի առաջնորդ Վարդան Ղուկասյանն իհարկե ոչ ուղիղ շփումների ընթացքում, այլ սոցիալական արտակի միջոցով պարբերաբար ներկայացնում է ԴՕԿ-ի ծրագրային դրույթները։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում շեշտում է պետական վերակառուցման արժանապատիվ Հայաստանի եւ մարզային նպատակային ծրագրերի օրակարգը։ Կուսակցությունից հայտնում են, որ առաջիկա օրերին շարունակվելու է ծրագրային դրույթների ներկայացումը տարբեր ոլորտների եւ մարզային խնդիրների հաշվառմամբ։ Օլիգարխ Հայաստանի Հանրապետությունում լինելու իրավունք չունի, եթե ինքը նորմալ բիզնեսմեն է, ինքը չի կարող Հայաստան դառնալ օլիգարխ։ Դրանց բոլորի բիզնեսները պետք է մանրամասն տնտղվեն։ Հասարակ բանվորի հետևից հասարակ կոշկակարի, հասարակ վարսավիրի մանր բիզնեսը հարկերից պիտի ազատվի։ Վարդան Ղուկասյանը հրապարակային ուղերձում անդրադարձել է նաեւ ներքաղաքական թեմաներին, քննադատելով նախկին իշխանություններին եւ մի շարք հարցեր հնչեցնելով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների վերաբերյալ։ Նա խոսել է հոկտեմբերի 27-ի մարտի 1-ի քաղաքական սպանությունների, Արցախի կորստի եւ նախկին իշխանությունների պատասխանատվության մասին։ Պարոն Քոչարյան, ո՞նց անենք, որ վերադառնանք 26 հոկտեմբերի 99 թիվ, մինչև հոկտեմբերի 27-ը։ Ո՞նց անենք, որ գնանք այդ, մինչև որ դու իրականացրեցիր, այսպես ասած, պետական տերոր ազգային ժողովում։ Պարոն Քոչարյան, ուրեմն ձեզ այդքան գումար ո՞րտեղի, Toyota Service, Arşin Invest Bank, Converse Bank, Էրեբունի Plaza, Զվարթնոց օդանավակայան, Նայիրի Insurance, Համխիշեն, Քյուսային պողոտա, որն ասեմ, որը թողամ։ Դուք Ղարաբաղից եկել եք 0 դրամ ձեր գրպանում, այսքան բան, դες որտեղից, պարոն Քոչարյան։ ԴՕԿ-ն ընտրություններին մասնակցում է 15-րդ համարով հանուն հզոր բանակի ուղերձով։ Կուսակցությունում հայտնում են, որ իրենց նպատակն է ուժեղ պետության պատասխանատու կառավարման եւ ներքին մաքրման օրակարգի առաջմղումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող բոլոր ուժերին առաջարկում է միանալ եւ հանդես գալ մեկ ընդդիմադիր ճակատով։ Կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, որը եւս գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, նույնպես ներկայացրել է նախընտրական ծրագիրը, որոնցով առաջնորդվելու է իրենց ուժը գալիք խորհրդանական ընտրություններին։
Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից է նաև Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը հանդես է գալիս արմատական ընդդիմադիր դիրքերից։ Ընտրությունների ընթരാճ կայացած կուսակցության համաժողովի ընթացքում կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, որը Հայաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ է, իր կուսակիցների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է նախընտրական ծրագիրն ու խոսել իրենց պատկերացումներով այն կարևոր դրույթների մասին, որոնցով առաջնորդվելու է Ալյանսը երկրի կառավարման ղեկը ստանձնելու դեպքում։ Ըստ Ուրիխանյանի, Հայաստանում կա անդիմադիրների մի ընտրազանգված, որոնք ներկա անդիմադիր քաղաքական ուժերի մեջ չեն տեսնում առաջնորդող այն ուժը, որին անվերապահորեն կարող են ընդունել եւ հավատալ։ Այս պարագայում նրա պնդմամբ իրենց կուսակցությունը կարող է դիտվել որպես առաջնորդող ուժ։ Հայաստանում կան, լինելու են միշտ ու հիմական հատկապես շատ մեծ թվով մարդիկ, ովքեր պահանջում են արմատական, ռադիկալ ընդդիմադիր օրակարգ։ Ուրիխանյանի պնդմամբ իրենց ուժը եւ անձամբ ինքը աթոռի եւ իշխանության կռիվ չեն անում եւ հորդորում են ընդդիմադիր այն բոլոր ուժերին, որոնք հանդես կգան ռադիկալ ընդդիմության դիրքերից, միավորվեն մեկ ճակատով եւ հանդես գան իր պնդմամբ հայրենիքի փրկության համար։ Մենք էլ որպես օրինակ վայր դնելով բացարձակապես բոլոր այդ թվում քաղաքական հաշվարկային ամբիցիաները։ Ահա սա է Ալյանսը, ահա սա է նախաձեռնության իմաստը, որով Ալյանսը հանդես է եկել։ Նշենք, որ Ալյանս առաջադիմական եւ ցենտրիստական կուսակցությունը այս ընտրություններին մասնակցելու է 13 համարի ներքո։ Քվեաթերթի 9-րդ համարի ներքո ընտրություններին մասնակցող Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունն էլ քարոզարշավում շեշտը դնում է ազգային արժեքների, ուժեղ պետության, անվտանգության եւ կրթության զարգացման վրա։ Քաղաքական ուժը ԿՀ ներկայացրել 88 տեխնացուներից բաղկացած ընտրական ցուցակ։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9-րդ համարի ներքո։ Կուսակցության ծրագրային հիմնական ուղղություններից են ազգային արժեքների պաշտպանությունը, ուժեղ բանակի եւ անվտանգության համակարգերի ձևավորումը, ինքնիշխան պետության գաղափարը եւ ազգային վերածննդի օրակարգը։ Կուսակցության падգամավորի տեխնացու Սիլվա Բաղդասարյանն անդրադառնալով կրթության ոլորտին նշել է, որ ամենօրյա աշխատանքը երեխաների հետ ցույց է տալիս ոչ միայն համակարգի խնդիրները, այլև հասարակության մեծ ներուժը։ Ամեն օր աշխատելով երեխաների հետ, ես տեսնում եմ մեր կրթական համակարգի իրական խնդիրները, բայց նաև մեր ժողովրդի մեծ ներուժը։ Ես տեսնում եմ երեխաների երազանքները, ծնողների մտահոգությունները եւ ուսուցիչների ամենօրյա դժվար աշխատանքը։ Այդ փորձը ինձ բերել է այն համոզման, որ առանց ուժեղ կրթության եւ ազգային արժեքների անհնար է ունենալ ուժեղ պետություն։ Բաղդասարյանի խոսքով Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ կրթությունն առաջնային է։ Յուրաքանչյուր երեխա ունի զարգացման հավասար հնարավորություն, իսկ երիտասարդը իր ապագան տեսնում է սեփական հայրենիքում։ Մենք պետք է կառուցենք Հայաստան, որտեղ կրթությունը կլինի առաջնային, ոչ թե երկրորդական, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա հավասար հնարավորություններ զարգանալու, որտեղ երիտասարդը կտեսնի իր ապագան սեփական հայրենիքում, իսկ ընտանիքը կլինի պաշտպանված եւ վստահ վաղվա օրվա նկատմամբ։ Կուսակցությունում հայտնում են, որ իրենց նպատակը ազգային վերածննդի, ուժեղ պետության եւ վստահ ապագայի օրակարգն առաջ տանելն է։ Կուսակցության վարչապետի տեխնացուն Արտակ Սարգսյանն է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ուժեղ Հայաստան կուսակցության տեխնացուի կազմակերպման որոշ անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ։ Թե քանի հոգի եւ ովքեր են ձերբակալվածները, հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշարք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու եւ անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։ Մասնավորապես, պարզվել է, որ ուժեղ Հայաստան կուսակցության տեխնացուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները բացահայտումից խուսափելու եւ իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց եւ նրանց պատկանող ավտոմեքենաները։ Գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով։ Դրանց ստացման եւ բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց։ Իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
Ես հասկանում եմ, ստե այդ մասուկայությունը Ագրես, հարցերի չի ցավոտամ, ես երեք, ստե, այն թղթի պաշկով 20,000 ուղարկել եմ տաշիր, բրատ, արցախցիների համար, ես ամեն օր ամեն ամիս այդ կամ փող եմ ծախսում, նորից եմ ասում, հարցերի չի, բայց մենք, նայի, մեզնից սնվում է, որսանը դա տղակա, մենք գիտենք իրան, կպե ժողովին է գնում, կպե միջից մարդ կա, նկարում ղրկում ասում է, աղբեր իրան, հաց եք տվել, տուն եք տալի, բրատ, կուրս եք սանից, կանգանելա կուրս, սաղ կուրս եմ, բայց հիմա ես գնամ իրան ասեմ, հերս դու էլ մեզնից սնունդ չես տանում, կոսանքի Ինչքա չկար այդ բաները ճիշտ է զամիս մատիշները։ Որ ճիշտ է լավ ենք անում, արա փող ծախում, կյանք տենց արա փող Եթե դե ճիշտ է ես 2 միլիոն կդաս։ Ապրես դու բենիկ ինչ ես ուզում։ Ոչ մարդը պետք որ փոխանցենք վրան։ Արամանակ ոչ չեն։ Իսկ որ բանկ փոխանցվի ոնց այդ մարստանը բանկ բդերի մարդը վրա։ Կամ ռուսական եթե բանը կապկան ոնց Խոսակ եթե ռուսական մարդը փոխանցի եթե դաշը փոխանցի Как դենան կորեք մարդը հազնական է։ Հա, բծեն հանը, տանկեր կա։ Ղարաբաղցի կուպերան դու տունիստավի մեկն հարուստաց, սաղ կյանքուն աստանի պատմի Բայց խնդիրն է դա, իջը փող։ Ախպեր ընկերն են։ Հարեսոր դա հիմա կարող է։ Փոխանցենք դավոին, արեգորդական։ Դավոն կանդիդատացի է։ Նոնոնը մեկ տանտեր, անքույն դարվազան, անք Ես եմ գոր էդի մեգան նգարեց, կամպենաց ասի էտ, ինքնելը կեսնան, վերում, Ախպեր խո էդ մա չէ։ Ոյ, բրնեց, զիշտես ես շեմ։ Տանտի իրվա տան լեջ գիտենան, դու բդեխտաս իրգնացով, դու նոր անցմտնիս, սիս ախպեր։ Ինաս ինչ կա, իտ մա դվիժենի, պես ախր ախպեր կեսը, այդ տան բերա, ելնի երկրոտ նորն տանտերն է, դու կտուն տվելս արդոք, կրնասիս որնը։ Տան տերեդոնց միջից կա խոսքին եմ գտու Նատալիային տանից բիրդամ փող տաս, սինք հետվե դեմա գիկան գետերին խոսքին սինք բերին։ Նատալիայի տան աբրողին բդի տաս, մեկի տան տիրոջ տաս, իդ մջոգի սորն ինչ պահս դա է։ Հորա վախենամ սուծակ լոզեմ գետանի։ Հարաբաղցիկ լմուտ խան։ Սգոյն ընձի փող տևե տենդրան եմ խնդում։ Այն մարը։ Ախպեր տան վարձի էր։ Հայ կրեք ընձի կծեր ախպեր մի հատ Կարտոշկա, չգիտեմ, 4060 568,000 կարտոշկա Այդ պրողան որ շպը դվերոս ախպես ես տանք կարողի անունից եկեն ամիսան ուրիշ մարդ այդ մարդն է բրնում են կապչում տեսի մարդը Թավիրից ես հրում Տերյանց բլի վերում պետք 2,608 608 Ես մեկ 58 անգամ ասին ախպեր, ծայրաստիճան ուր։ Հայկան կուրս է թրել, ախպեր։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մասնագիտացված հանցավոր խմբի գործունեություն, ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և գիծ շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում։ Իրավապահները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն, հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկա, մեծածավալ թվային սերվերային համակարգեր, չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, Կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կնիչներ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և գիծ շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում։ Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մայիսի 13-ին քրեական ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։
Հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկան։ Մասնավորապես իրավապահները հայտնաբերել են մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ, օգտագործելով հոսթինգ ծառայություններ։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։ Խուզարկության ընթացքում մենք նույնիսկ հայտնաբերեցինք, որ որոշ անձանցից, որոնք որ իրենց գործունեությունը ծավալում էին հենց այդ խմբի կազմում, վերցրել էին վերջիններիս անձնագրերը եւ նմանատիպ գործունեությունը նաև բնորոշ է մարդկանց թրաֆիքինգի հանցավոր հատկանիշներին եւ ներկայումս լայնածավալ քննություն է իրականացնում պարզելու, որ արդյոք բացի հափշտակությունից կան նաեւ թրաֆիքինգին բնորոշող հանցավոր պարարք։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես խմբում ներգրավված անձինք, քողարկվելով Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո եւ փոխլրացնելով միմյանց գործողությունները իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ, կիրառել հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված կեղծ գեմբլինգը։ Հատուկ ծրագրային ապահովման եւ համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։ Ինչ է կեղծ գեմբլինգը, առասարակ իրենից ներկայացնում, հանցավոր խմբերի կողմից ստեղծվում են օնլայն հարթակում կեղծ խաղատներ եւ այդ կեղծ խաղատների միջոցով հափշտակում են քաղաքացիների գումարները։ Հիշյալ հանցավոր խմբավորումը հենց նմանատիպ գործունեություններ իրականացրել եւ այդ խաղատներում գումարները կարող էին մուտք կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով եւ այդ կրիպտոակտիվների օգտագործումը նպատակ ուներ քողարկել նաեւ հանցավոր խմբի գործունեությունը, այն անձինք, ովքեր որ այդ խաղատներից օգտվում էին եւ կրիպտոակտիվներով գումարները մուտք էին անում հիշյալ խաղատներ, վերջիններս առհասարակ շահելու հնարավորություն չէին ունենում եւ փորձում էին նշված խաղատներում մուտքագրած իրենց ամբողջական գումարը։ Ընդ որում հանցավորները ստեղծել էին նաև գոյություն չունեցող կեղծ կրիպտո միավորներ, USDT-ին բնորոշ եւ նաև այդ եղանակով էին փորձում քաղաքացիներից հափշտակել նրանց կողմից խաղատներում մուտքագրած գումարները։ Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է, նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները քննարկել են մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, օրակարգում են եղել անշարժ գույքի գրանցման եւ կադաստրային քարտեզների սխալների ուղղման մեխանիզմների հստակեցումը, հարկային օրենսգրքի փոփոխությունները, ներդրումային ֆոնդերի գործունեության ընդլայնումը, նաեւ առցանց խաղային ոլորտի վերահսկողության խստացումը։ Նիստում ներկայացվել են նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25 թվականի գործունեության հաշվետվությունը։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկումների առանցքում մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ էին, սկսած անշարժ գույքի գրանցման խնդիրներից մինչև հարկային, ներդրումային եւ խաղային ոլորտների կարգավորումներ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով ներկայում բացակայում է կադաստրային քարտեզներում եւ պետական գրանցման տվյալներում առկա սխալների հայտնաբերման եւ ուղղման միասնական ընթացակարգը, ինչը հաճախ հանգեցնում է դատական եւ վարչական վեճերի։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել սխալների հայտնաբերման եւ իրավաչափ ուղղման գործընթացները։ Մենք կատարում ենք լրացում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում եւ սահմանում ենք որոշակի առանձնահատկություններ ունեցող վարչահարության տեսակ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին անշարժ գույքի միավորի մակարդակով, եթե կա որոշակի անճշտություն, սխալ խնդիր կադաստրային քարտեզում, դիմելու կադաստրի կոմիտե եւ կատարելու համապատասխան սխալի ուղղումը։ Հանձնաժողովը քննարկեց նաեւ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ նախաձեռնությունը նպատակ ունի համապատասխանեցնելու Հայաստանի օրենսդրությունը
միջազգային հարկային չափանիշներին եւ կատարելու տեղեկությունների ավտոմատ փոխանակման շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Խոսքը վերաբերվում է տարիներ առաջ 24 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված եւ ավերացված ֆինանսական հաշիվների փոխանակման մասին համաձայնագրին, որի շրջանակներում Հայաստանը ոչ ռեզիդենտների վերաբերյալ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն է փոխանակում այլ համագործակցող երկրների հարկային մարմիններին եւ փոխադարձ ստանում է նման տեղեկատվություն սեփական ռեզիդենտների մասին։ Այս կարգավորման շրջանակներում որոշակի հարցեր էին առաջացնել արդեն քիրակման ընթացքում, որոնք օրենսդրական կարգավորման առիթ են դարձել, մասնավորապես հարցեր են առաջացել ստանդարտին որոշակիորեն անհամապատասխանությունների կամ միջազգային ստանդարտից, որը որ ավերացվել է, որոշակի անճշտությունների հետ կապված։ Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը 49-ից հասցնել 99-ի։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանի խոսքով սա լրացուցիչ հնարավորություններ կստեղծի ներդրումների ներգրավման համար եւ կխթանի ֆինանսական շուկայի զարգացումը։ Նիստի օրակարգում էր նաեւ խաղային ոլորտի կարգավորմանը վերաբերող նախագիծը։ Օրենսդրական փաթեթը միտված է առցանց ապօրինի խաղատների գործունեության սահմանափակմանը եւ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Կստեղծվի on-line ռեսուրս, on-line հարթակ, որում ոչ միայն վերահսկող մարմինների լիազորությունների շրջանակում, այլ նաև այլ գործընկեր կառույցներ կկարողանան ավելացնել այն ապօրինի կայքերը, որոնք ենթակա են արգելափակման, այդ on-line ռեսուրսը հասանելի կլինի նաև հեռահաղորդակցության օպերատորներին եւ այնտեղ հայտնվելու պարագայում օրերի ընթացքում մենք ակնկալում ենք, որ հեռահաղորդակցության օպերատորները տվյալ կայքերը արգելափակեն։ Նիստի ընթացքում ներկայացվեց նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով 2025 թվականին հոսանքի, ջրի, գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ էլեկտրաէներգիայի ազատական շուկայի մասնաբաժինը հասել է ավելի քան 33%-ի։ Ընդլայնվել է նաև վերականգնվող էներգետիկայի ներուժը։ Հայաստանում արդեն գործում է 100 արևային էլեկտրակայան։ Գործողների հզորությունը կազմել է 448 մեգավատ, կառուցվողները, որ այդ 42-ը պետք է կառուցվեն, 183 մեգավատ։ Բայց սրանից զատ մենք ունենք ինքնավար արևային կայաններ, տանիքներին տեղադրվող եւ 25 թվականի տարեվերջի դրությամբ Պաշտպան ցանցին միացված ինքնավար էներգոարտադրողների քանակը գերազանցել է 50,000-ը, իսկ նրանց գումարային հզորությունը 640 մեգավատ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով 2025 թվականին հեռահաղորդակցության ոլորտում աճել է թե շարժական կապի, թե լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Յարոսլավին, ինչի հետևանքով հրկիզվել է արդյունաբերական օբյեկտներից մեկը։ Հարձակումից հետո որոշում է կայացվել փակել Մոսկվա տանող ճանապարհները, հայտնում է Ռուսաստանի մարզի նահանգապետ Միխայել Եվրայևը։ Նա նաև կոչ է արել տեղի բնակիչներին փոխել իրենց երթուղիները, եթե դրանք անցնում են Մոսկվայով եւ ընդհանրապես խուսափել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց։ Սահմանափակումներ են սահմանվել Յարոսլավի օդանավականում։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Սան Դիեգոյի մզկիթներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում անվտանգության աշխատակից։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ մահացած են հայտնաբերվել նաև 2 ենթադրյալ հարձակվողները՝ 17 եւ 18-ամյա երիտասարդներ։ Նրանց հայտնաբերել են մզկիթի հարակից մեքենայում։ CNN-ի աղբյուրների համաձայն օգտագործված զենքերից մեկի վրա եղել է ատելություն պարունակող գրություն։ Միջադեպից հետո Նյու Յորքի, Վաշինգտոնի եւ Լոս Անջելեսի ոստիկանությունները հայտարարել են, որ ուժեղացնում են անվտանգությունը մզկիթների եւ այլ կրոնական հաստատությունների շուրջ։ Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստացել է Թեհրանի նոր առաջարկը։ Իրանի պատասխանը Դոնալդ Թրամփի առաջարկներին անընդունելի է եւ չի ստեղծում առաջընթացի հիմք։ Իսրայելում ըստ հրապարակման կարծում են, որ Թեհրանն իրեն հաղթող է զգում եւ համոզված է, որ Թրամփը չի ցանկանում նոր պատերազմ։ Իսրայելցի պաշտոնյաների խոսքով ռազմական տարբերակը այժմ դիտարկվում է որպես շատ իրական սցենար, իսկ պատերազմի լիակատար վերսկսման հավանականությունն արդեն ավելի
ավելի բարձր է, քան 50%-ը։ Քննարկվող տարբերակների թվում նշվում են ոչ միայն ավիահարվածներն, այլև ավելի լայն գործողությունները, ներառյալ խարկ կղզու նավթային ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը, հարստացված ուրանի արգրավումը եւ Հորմուզի նեղուցի վերահսկման փորձերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակավորապես կանգնեցրել է Իրանի դեմ նոր հարվածները, հնարավորություն տալով շարունակել բանակցությունները։ Թրամփը նշել է, որ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Իրանը Պակիստանի միջոցով Վաշինգտոնին փոխանցել է նոր խաղաղության առաջարկ։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շեշտել է, որ զինվորականներին հրահանգել է պատրաստ լինել ցանկացած պահի լայնածավալ գործողությունների, եթե ընդունելի համաձայնություն ձեռք չբերվի։ Իրանի առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին։ Իրնայի փոխանցմամբ Քերմանպուրը հայտարարել է, որ մարտին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ստացած վնասվածքները չեն խեղաթյուրել Իրանի գերագույն առաջնորդի արտաքին տեսքը։ Նրա խոսքով վնասվածքները նաեւ չեն հանգեցրել անդամահատման կամ հաշմանդամության։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը կառավարվում է ֆաշիստական մտածելակերպով։ Թուրքիայի նախագահը այսպես է արձագանքել Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող գլոբալ համերաշխության նավատորմի դեմ իրականացված գործողությանը, որը նրա խոսքով տեղի է ունեցել միջազգային ջրերում։ Էրդողանը միջադեպը բնութագրել է որպես ծովահենության եւ ավազակության ակտ եւ հայտարարել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Գազայի հատվածի բնակիչներին եւ մարդասիրական առաքելություններին։ Նա նաեւ միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ, պնդելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս 30 օր չի կիրառի որոշ պատժամիջոցներ ռուսական նավթի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նրա խոսքով որոշումը պայմանավորված է Իրանի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ խնդիրներով եւ նպատակ ունի աջակցել այն երկրներին, որոնք դժվարություններ ունեն նավթամթերքի մատակարարման հարցում։ Նրա հայտարարությամբ այդ քայլը հնարավորություն կտա ժամանակավորապես օգտագործել տանկերներում մնացած նավթամթերքը առանց խախտելու ռուսական խոշոր նավթային ընկերությունների դեմ գործող սահմանափակումները։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ երկարաձգման խնդրանքով դիմել են հատկապես աղքատ եւ խոցելի երկրներ, որոնք Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով չեն կարողանում նավթ ստանալ Պարսից ծոցի երկրներից։ Այսքանը ցտեսություն։